Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քննարկում ենք հարց համար 8-ը անշարժ գույք ամրացնելու մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդասյան։ Համեցեք պարոն Խուդասյան։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում անշարժ գույք ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 7 անվանում անշարժ գույքեր, որոնց ընդհանուր հողամասի մակերեսը կազմում է 18.6 հեկտար, իսկ ընդհանուր շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 650 միլիոն 862 հազար դրամ, ամրացնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հետագա տնօրինում իրականացնելու նպատակով նշված գույքերը Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել գլխավոր դատախազության հայցերի հիման վրա հակակոռուպցիոն դատարանի կայացրած դատական ակտերով գույքերի նկատմամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը եւ ըստ անհրաժեշտության կիրականացվեն դրանց մակերեսների անհամապատասխանությունների ուղղման աշխատանքներ։ Գույքերից երկուսը գտնվում են Կոտայքի մարզում, երկուսը Երևան քաղաքում, մեկը Լոռու մարզում, մեկը Տավուշի մարզում եւ մեկը Արմավիրի մարզում, խնդրում եմ հաստատել։ Խնդրեմ Տիկին Վարդապետյան, ինչքան հասկացա, ապօրինի գույքի վերնագրի ներքո ինչ process-ների արդյունքում են վերադարձվել գույքերը։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ինչպես նշեց նախարարը, 7 անուն անշարժ գույք ենք այսօր ամրացնում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Մենք այստեղ մի փոքր երևի թվային առումով նախարարի հետ վերանայելու անհրաժեշտություն ունենք մեր ունեցած տվյալները, որովհետև մեր հաշվարկները, որոնք կադաստրային արժեքով են որոշվում, 2 միլիարդ 319 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքերի մասին է խոսքը, հաթաթ գույքերի հաշվարկները կա, ընդհանուր մոտ 6 միլիոն ամերիկյան դոլարի մասին ենք խոսում։ Գույքերը վերադարձվել են, պարոն վարչապետ, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցերի բավարարման արդյունքում։ Այո, ապօրինի գույքի վերադարձի մեր ընդհանուր տրամաբանության ներքո է գտնվում։ Ձեր թույլտվությամբ ուղղակի կարճ թվարկեմ, որ գույքերի մասին է խոսքը, կարծում եմ այստեղ բավական հետաքրքրող գույքեր էլ կլինեն։ Այո, Կոտայքի մարզում 2 գույք ունենք։ Առաջինը Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մհեր-Մկրտչյան 30/1 հասցեում գտնվող 2.32 հեկտար մակերեսով հողամասն է։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 375 միլիոն 297 հազար դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը դեռ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարել էր գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցն ընդդեմ Սամվել Մայրապետյանի։ Հայցով պահանջել էինք անվավեր ճանաչել հողամասի աճուրդը եւ կիրառել անվավերության հետևանքներ։ Բողոքարկման բոլոր ատյաններից հետո վճռը մտել է օրինական ուժի մեջ, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, այսօր ամրացնում են կառավարությանը։ Մյուս գույքը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի կես հեկտար մակերեսով հողամասն է, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 9 միլիոն 388 հազար դրամ։ Կրկին մեր հայցն է, կրկին բողոքարկման բոլոր փուլերով անցած, ամրացված, սեփականության իրավունքը գրանցված, այսօր ամրացնում ենք։ Մնացած 5 գույքերը մի քանի նիստ առաջ քննարկում էինք DOSAF-ի գույքերի ամրացման մասին հարցը, մնացած 5 գույքերը եւս DOSAF-ի գույքերն են, որոնք զուգահեռաբար քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել մի շարք հասցեներում անշարժ գույքի նկատմամբ DOSAF համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, թվարկեմ գույքերը եւ արժեքները։ Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոց 59 հասցեում գտնվող 2.79 հեկտար մակերեսով հողամաս, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 162 միլիոն 189 հազար դրամ։ Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոց 59/11 հասցեում գտնվող 0.03 հեկտար մակերեսով հողամաս, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 1 միլիարդ 670 միլիոն դրամ։ Արժեքների տարբերությունը պայմանավորված է գույքի նպատակային նշանակությամբ, պարոն վարչապետ։ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում գտնվող 4 հեկտար մակերեսով հողամաս, շուկայական
շուկականին մոտարկված կադաստրային արժեքը 20 միլիոն 592 հազար դրամ, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրի երկրորդ փողոցում գտնվող 3 հեկտար մակերեսով հողամաս շուկականին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիոն 580 հազար դրամ եւ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Նանսենի փողոցի 6 հեկտար մակերեսով հողամաս շուկականին մոտարկված կադաստրային արժեքը 77 միլիոն 144 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ, եթե ամփոփենք մեր պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում այս պահի դրությամբ մոտավորապես 66 միլիարդ դրամ արժողությամբ գույք եւ դրամական միջոց է վերականգնված Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին եւ այս պահի դրությամբ վերականգնված միջոցների միասնական հաշվին 21 միլիարդ դրամ ունենք մոտավորապես, իհարկե այս տեմպերով մենք տարածքային կառավարման նախարարության հետևից կառուցապատման դժվար ենք հասցնում, բայց կաշխատենք մենք էլ մեր տեմպերը ավելացնել։ Եվ պարոն վարչապետ, այսօր չզեկուցվող հարցերով մի գույք եւս ամրացրել ենք կամ արդեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, խոսքը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Անդրանիկ փողոց 8 հասցեում գտնվող մարզահամալիրին է վերաբերում, արտադատական կարգով ենք գույքը վերադարձրել, նմանություն ուներ Սպարտակ մարզադաշտի հետ կատարվածին, ուղղակի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հետ շատ օպերատիվ եւ համակարգված աշխատանքի արդյունքում կարողացանք կանխել եւ ըստ էության տեղի էր ունենում աճուրդով գույքի արժեքի նվազեցում, ըստ երևույթի նպատակ ունենալով հետագայում ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, այս դեպքում արդեն իմ միջնորդագրով վարչապետի աշխատակազմը տեղեկացվել է խնդրի մասին եւ արտադատական կարգով դատախազական ներգործության արդյունքում այսօր կառավարության արդեն որոշմամբ գույքը կպատկանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Այսքանը խնդրեմ, եթե հարցեր կա, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես այսպիսի հարց ունեմ, այս գույքերի մի մասը իրենք օրինակ անտառային հողեր են, բնականաբար վերադարձվում են անտառային։ Մի մասը արոտավայր է, դառնում է արոտավայր, բայց մի մասը ենթադրում եմ իրենք տնտեսական գործունեության համար նախատեսված հողեր են։ Ես կուզեի այս մասի վրա էլ իթև կա վիճակագրություն դա էլ ներկայացնեիք, որովհետև շատ կարևոր է, որ եթե դրանք ապօրինի եղանակով ձեռք են բերվել, հիմա պետությունը դա հետ է վերադարձնում, բայց նաև օրինական եղանակով նորից վերադարձվի տնտեսական ակտիվ գործունեության դաշտ, այսինքն չվերցնենք, այլ եթե վերցրել ենք, շատ լավ է, նորից օրինական աճուրդներով դա գնա։ Այստեղ սկզբունք կա, որ մի քիչ ճիշտ չի լինի, որ գույքը ապօրինի սեփականաշնորհված մենք վերցնենք սեփականաշնորհենք ուրիշին։ Այստեղ մեր մոտեցումն է նա, որ բոլոր դեպքերում պետք է մենք վարձակալությունով, միայն վարձակալությունը գործի, ոնց որ օրինակ AUX-ի դեպքում։ Իմիջիայլոց AUX-ի դեպքում էլ պետք է ես մի անգամ անցնում էի մտա այնտեղ շինարարական աշխատանքներ էին կատարվում, հիշեք, տեղեկացրեք, ասինքն վարձավճարները վճարվում են ժամանակին, ամեն ինչ նորմալ է, ծրագիր ընթանում է ըստ ընթացքի, պատկերացրեք, չէ, ինչ որ ապօրին սեփականացված է, առնվազն մի որոշ ժամանակ մենք պետք է փորձենք դա չսեփականաշնորհել ուրիշ, հակառակ դեպքում կարա սխալ տպավորություն եւ մեկնաբանություն ստացվի, համեցեք։ Վարչապետ, ամբողջությամբ համաձայն եմ, դա է լավ եղանակ, որ նորից վերադարձնենք տնտեսության մեջ։ Իմ հարցի սկզբունքային կետը նա էր, որ ինքը ակտիվ տնտեսական գործունեության մեջ։ Այո, այնտեղ որտեղ հնարավոր է հիմնականում վարձակալության սկզբունքով ենք, մենք դա փորձելու բան ենք, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Պապյան, մենք ունենք գույքեր, որոնք դրված են նաև աճուրդի եւ կառավարության որոշմամբ սահմանված է նվազագույն շեմը, որից չի կարող աճուրդի գինը իջնել, մոտ 2 հեկտար տարածք է Երևան քաղաքում եւ ունենք նմանատիպ իրավիճակներ, բայց դրանք այն գույքերն են, որոնք ենթակա են օտարման եւ նախորդ կառավարության նիստին մենք նաև կառավարության որոշմամբ ունենք այլևս աճուրդի միասնական վարման կարգի եւ այն բոլոր ռիսկերի, որոնք տեսել է նաև դատախազությունը եւ առաջարկի տեսքով ներկայացրել է նախագծի քննարկման փուլում այդ բոլոր ռիսկերը ծածկելով, որպեսզի ապագայում հնարավոր լինի իրական աճուրդի ձևաչափով ներդրումային ծրագրի շրջանակներում այն գույքերը, որոնք ենթակա են կառուցապատման, տրամադրվեն, բայց այդ գույքերը մեծ տոկոս չեն կազմում, որովհետև այս փուլում գոնե մեր տեսադաշտում շատ ապօրինի նմանատիպ գույքեր չունենք, հիմնականում դրանք այն գույքերն են, որոնք այո տրամադրվում են վարձակալությամբ։ Պարոն վարչապետ, AUX-ի հետ կապված նշեմ, որ սեպտեմբեր ամսվա դրությամբ մենք ունենք
տվյալներ, դե մենք էլ ենք մոնիթորինգ իրականացնում, անկախ նրանից, որ շինարարական աշխատանքներ են իրականացվում եւ դեռևս տնտեսական գործունեություն չի սկսվել, վարձավճարը վճարվում է սեպտեմբերի դրությամբ մոտ 134 միլիոն եւ մի փոքր ավել արդեն վարձավճար կար գանձված ԱՕՔՍ-ի շենքից։ Շատ լավ։ Կան այլ դիտարկումներ։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։